այս դասարանը, ես իրականացնում եմ ուսանողները, իրենք երբեխված են։ Իրենք պետք է գնան քննություն հանձնեն այն համակարգով, որով նրանք սովորում են եւ դիպլոմ ստանան։ Եվ իրենք ինֆորմացիան ստանան ոչ միայն այստեղ, այլև ընդհանրապես ինֆորմացիա, ու ինքը որը սովորի, այն որը պետք է դիպլոմ ստանա եւ դրանով գնա աշխատի, թե այն որը իրան բանը։ Նայեք, ես վստահ եմ, որ դուք գիտական կոմունիզմ կամ ՍՄԿ պատմություն քննությունից առարկա հանձնեք, չէ՞։ Ես էլ եմ հանձնել։ Լավ է, բայց դա չի նշանակում, եթե ես գիտական կոմունիզմից քննություն էի տալիս, այն ինչ պատասխան տալիս է, ես խորապես համոզված էի դրա մեջ։ Առարկա էի, սովորում էի, գնում էի քննություն էի տալիս, այսինքն։ Հիմա հաճախ այդ որ միջազգային հարաբերություններում որ սովորում են պատասխանում են, դա գիտական կոմունիզմի նման մի բան է այսօր տարել։ Այսինքն ոչ թե իրանք իրենց համոզմունքն են հաճախ ներկայացնում, այլ վերադարձնում են դասախոսին այն մտքերը, ինչ որ դասախոսը իրանց է տվել կամ գրել է դասագրքի մեջ եւ պարտադրել է, որ այդ դասագրքն առնեն, որտեղ եթե ինքը չպարտադրի ուսանողները, ոչ ոք չի առնել իր դիրքը։ Չէ, հիմա շատ մոդա է, դասախոսը գիրքագրում ուսանողները ասում են գնացեք առեք։ Դա կապ չունի գիտելիքով։ Հիմա ասեմ, չէ, ես դասագիր չեմ գրում, ես հոդվածներով եմ հիմնականում հանդես գալիս, մեկ էս հայրենատիրությունն է, բայց ես մի հետաքրքիր մի բան ասեմ ձեզ։ Ու ես երբևէ լոբինգ չեմ անում, բայց այս հայ ասպետը, որը կյանքումս առանձնապես չէր նայել այդ բանը, իմ հետ եկան բանակցելու հիմա հունվարից պիտի ուսանողների համար սկսեն այդ մրցույթ կամ այդ հա, որոնցից մեկը, հանձնարարների գրքերից մեկը, որ պիտի ուսանողները կարդան եւ պատասխանեն, այս հայրենատիրությունն է։ Հասկանում եք, սա նշանակում է, որ ասենքն ոչ թե քննության համար, բայց որոշակի, այսպես ասած, լեգիտիմ շրջաններ, այսինքն քննարկել համար դա դառնում է հիմք։ Եվ առաջվա նման այդպես մերժողական դիրքորոշում չկա։ Հա, որպես ես ամսի 11-ին պետական համալսարանում 2 ամսկես պիտի դասախոսությամբ հանդես գամ, առաջին համաշխարհային պատերազմը եւ նոր աշխարհակարգի ստեղծում է թեմայի շուրջ։ Դա այն համալսարանն է, որ 2011 թվականին, այսինքն մերժեց, մինչև որ Սերժ Սարգսյանն ասեց ճիշտ է, իսկույն թողեցին, բայց մինչև Սերժ Սարգսյանն չասեց, ուրեմն 3 անգամ նույն օրվա մեջ լսարան փոխեցին։ Հայտարարությունն արվեց X լսարան, Չարենցի լսարան։ Հետո մի 2 ժամ առաջ ինչ որ ասեց ուրիշ լսարան, վերջը ուրիշ լսարան, որ այս խեղճ ուսանողները այդպես չկողմնորոշվեցին, այսինքն որ լսարանը գնան, այդ բանը։ Դա եղել է։ Հիմա արդեն վերացել է, որտեվ չգիտեմ, այլևս այդքան մեծ վտանգ չեն տեսնում, միգուցե պահանջատիրության մեջ, միգուցե 100-ամյակի ընթառաջ չեն գնում, պետք է խոսել, բայց ինչ որ մի բան փոխվել է, ոչ բավարար չափով, բայց փոխվել է։